Ալո։ Ալո։ Մեստրոբ ջան, բարի երեկո։ Բարև ազգեն։ Մենք ուղիղ եթերում ենք։ Նարեկը կողքս է, ինքն էլ է քեզ ողջունում, մեզ հիմա դիտում են 1500-ից ավել մեր քաղաքացիներ, արդեն շուրջ 6 ժամ մենք ուղիղ եթերում ենք եւ փորձում ենք տեղեկություններ տրամադրել տարբեր անձանցից, թե տեխնացուներից, թե քաղաքական ուժերից եւ թե բոլոր մնացած ներգրաված անձանցից։ Հիմա ես գիտեմ, մենք քեզ հետ գրվեցինք, դու ասացիր, որ Գյումրիում էիր այսքան ժամանակ, հիմա արդեն գնում ես Փարաքար, ուզում էինք տեղեկանալ քեզանից մի քանի ինչ-որ կարևոր հարցերի շուրջ քո տեսակետը, նախ արձանագրվել են եւ ուրեմն լրատվական դաշտում ֆիքսվել են նաեւ մի շարք խախտումներ առ երևույթ, որոնք վստահաբար պետք է հետագայում դառնան ուսումնասիրության առարկա, եւ հենց նոր մենք տեղեկացանք, որ Սարիկ Մինասյանը ԿՊ տեխնացու հայտարարել է, որ բարձր ակտիվությունը ընտրակեղծարարներին դրել է ծանր վիճակի մեջ, ակնարկելով, որ ընդդիմություններ փաստացի հույսը դրել ընտրակեղծիքների վրա, այլ ոչ թե իշխանության տեխնացուն։ Քո տպավորությունները եւ ինչ կասես այս ամենի շուրջ։ Շնորհակալ եմ, նախ այդ վերջի խոսքից, աբսուրդ է, այսել որ երրորդ անգամ իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում ընտրակեղծիքների մեջ, այդ չգիտեմ ինչ որ երկրում նման բան տեղի ունենում է, թե չէ, չեմ բացառում, վերջում ԿՊ-ն պարտվելուց հետո բողոքելու է դատարան, որ իբր թե ընդդիմությունը կեղծիքներ է անում, ընդդիմության կեղծիքները եթե հնարավոր կան, դրանք բացահայտելու, կարգավորելու որևիցե խնդիր չունեն։ Մի կարևոր բան ֆիքսենք, որ ընտրությունները կազմակերպում են տեղամասային ընտրական հանձնաժողովները, որտեղի մեծամասնությունը կազմում են իշխանության ներկայացուցիչները, իդեմս այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային հանձնաժողովի նշանակած մարդիկ, այսինքն փաստացի ընտրություններ կազմակերպելու պատասխանատուները իրենց կողմից նշանակված անձինք են եւ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, հնարավոր ընտրակեղծիքները բացառելու, այսինքն եթե բաց քվեարկություն է լինում, մարդկանց ուղղորդում են, որի մասին բազմիցս այսօր հրապարակումն է լինել, եղել է դրանց կանխարգելման պատասխանատուն ընտրական հանձնաժողովն է, որի մեծամասնությունը իշխանությունն է, հետեւաբար այս հեքիաթները հերթական անգամ պետք չի պատմել, ակնհայտ է, որ ընդհակառակ այս բարձր մասնակցությունը խոսում է նրա մասին, ինչը մենք անընդհատ ասում ենք, որ սա շատ կարևոր է, որովհետեւ իշխանությունը սովորաբար ունի իր վարչական ռեսուրսով եւ իր ընտրազանգվածով ինչ որ ֆիքսված քանակ, պայմանական ասած, օրինակ Գյումրիում 10000 ձայն 20000 հոգի է մասնակցում, այդ 10000 ձայնը 50% է, եթե հիմա կմասնակցի 50000 հոգի, այդ 10000 ձայնը կլինի 25% եւ այդ 20% եւ այդ պարագայում այո բարձր մասնակցությունը շատ կարեւոր է եւ սա միայն իշխանության դեմ է եւ վստահ եմ որ մի քանի ժամ հետո այս բարձր մասնակցությունը իր արդյունքը կտա։ Իսկ մտավախություններ ունես, որ նաև այս բարձր մասնակցությունը այդ բերված մարդկանց, մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ ախալքալակից են մարդկանց բերել, ավտոբուսներ կան վրացական համարներով, նաև գիտենք, որ մոբիլիզացրել են, ալո, կապը ընդհատվեց Մեսրոպի հետ, ալո, այս ճանապարհին եմ կապը հասկանում եմ։ Ունես մտավախություն, որ գուցե այդ բարձր մասնակցությունը նաև իրենց կողմից այդ մոբիլիզացված վարչական ռեսուրսի արդյունք լինի, թե կարծում ես այս ծավալի վարչական ռեսուրս անհնար է ունենան։ Այսինքն քո նշած թիվը քո ընկալման մեջ ամենահավանական ու ամենաբարձր շեմն է 10000-ը, որ իրան կարող էին ապահովել։ Կարող է մի փոքր ավել լինի, ասենք, բայց հաստատ 15000-ը չի հասնի, որովհետև այդ վարչական ռեսուրսը ցանկացած պարագայում իրանք միշտ կիրառել են, նույնը արել են 21 թվականին, որտեղ կար մոտ 25000 մասնակցություն, հետեւաբար այս նաև քաղաքացիների հստակ ակտիվությունն է, որովհետև եւ ընդդիմադիր տեխնացուները բավականին ակտիվ կարոզարշավ տարան եւ նաեւ հասարակությունը ի վերջո հասկանում է, որ ցանկացած թիմ ընտրություն շատ կարեւոր է համապետական ընտրություններում, ճիշտ է, այնպես չի որ Գյումրի
ընդդիմության հաղթանակը կամ ՔՊ-ի պարտությունը Նիկոլ Փաշինյանի հեռացման երաշխիք է, բայց ակնհայտ է, որ հերթական թուլացումն է լինելու մանավանդ երկրորդ քաղաքի պարագայում եւ առաջիկա քաղաքական process-ների վրա մեծ դեր է խաղում եւ սա խոսում է նաեւ այն մասին, որ ինչքան էլ ասում ենք հասարակությունը Գյումրիում եկեք տեսնենք, որ անտարբեր չէ եւ նաեւ սա ցուցիչ լինի նաեւ մեր մնացած քաղաքների Երևանի ամբողջ Հայաստանի համար, որ տեսնեն մարդիկ, որ ընտրությունների ակտիվությունը էական դեր է խաղալու իշխանափոխության համար։ Հասկացա, եւ եթե երկու խոսք կարող ես մեզ ասել նաեւ Փարաքարից, մենք այդքան շատ տեղեկություն չենք կարողանում այդտեղից ստանալ, ես գիտեմ արդեն, որ հրապարակներ գրել նաեւ իմ ծանոթները, որոնք ներգրաված են process-ներում, ասացին, որ արդեն գրանցվել էին դեպքեր, երբ ընտրողին տրվել էին քվեաթերթիկներ, որում ձեր կուսակցության ներկայացուցիչի անունը առասարակ չկար, այսպիսի Այ մեր քվեաթերթ Ահա մի քանի միջադեպեր ա եղել Պարակարում դեռ մի փոքր այլ իրավիճակ է Գյումրիի համեմատ, Պարակարում 4 ուժերից 3-ը որ համակարգի տեսանկյունից ընդդիմադիր միայն մենք չենք մասնակցում շանսերը բավականին բարձր են գնահատում, ընթացքում նաև տեղեկություն կտամ նաև մասին ներկայացնենք, հուսով ենք, որ Շատ լավ, արդեն խնդիր ունեցանք կապի, սկսում եմ քեզ չլսել, բայց շատ շնորհակալ կլինեմ, եթե Փարաքարից տեղեկություններ տաս։ Հա, լսեցի գլոբալ առումով, որ շանսեր կան, շատ շնորհակալություն տեղեկությամբ կիսվելու համար, կսպասենք, եթե ունենաս ինչ-որ հետաքրքիր տեղեկություն, շնորհակալ կլինեմ, եթե կիսվես մեզ հետ, այդ թվում կարող ենք նաև կրկին կապ հաստատել։ Մերսի շատ, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ։ Եվ կապի մեջ։ Հաջողություն։ Լավ։ Սենց ոտքի վրա փորձում ենք ինչ-որ լուծում տալ, բայց կապը մարդիկ դե ճանապարհին են, նաև որոշ մարդիկ կապի մեջ չեն, ելնելով ինչ-որ զբաղվածությունից Չէ, բայց այնուամենայնիվ է, արի ֆիքսենք, շատ կարևոր բան,